հայոց Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների նվազագույն առավելությամբ 23-22-ի հարաբերությամբ ընդունեց հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևը։ Կոնգրեսի հանձնաժողովի քննարկումների ժամանակ ներկայ էին Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանների պատգամավորներ, ԱՄՆ-ում երկու երկրների դեսպաններն ու դեսպանությունների ներկայացուցիչներ, երկու համայնքների անդամներ, ցեղասպանությունը վերապրած 94, 97 և 105 տարեկան 3 հայեր։ Իդեպ, այն պահից հետո, երբ այո էր քվեարկել 19 կոնգրեսական, ոչ 22, անցավ ևս մեկ ժամ, որպեսզի մնացյալ 4 կոնգրեսականները ներկայանային մեկ այլ հանձնաժողովում անցկացվող քվեարկությունից հետո։ Նրանց ձայնն էլ դարձավ վճռական այս քվեարկության համար։ Մինչև քվեարկությունն անցկացված քննարկումների ժամանակ հանդես եկած կոնգրեսականներին կարելի է բաժանել երկու խմբի։ Tragic massacres of the Armenians constitute genocide. Նրանք, ովքեր ասում են, որ հարկավոր է ընդունել ճշմարտությունը ու ճանաչել հայոց ցեղասպանությունը, եւ նրանք, ովքեր ասում են, թե այո, եղել է ցեղասպանություն, սակայն նման բանաձև ընդունելու ճիշտ ժամանակը չէ, ու ոչ էլ այն բխում է ԱՄՆ-ի ռազմավարական շահերից։ Բացելով քննարկումները, հանձնաժողովի նախագահ Հավարդ Բերմանը, որը հայկական հարցերի երկար տարիների աջակից է, կարևորելով հանդերձ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները, հայտարարեց, թե ամեն մի ժողովուրդ, այդ թվում Թուրքիան, ինչ որ ժամանակ պիտի ընդունի իր պատմական անցյալը, եւ այս առումով ԱՄՆ-ն ունի իր պարտավորությունները, ասաց նա։ Մի շարք կոնգրեսականներ հիշեցրին Աֆղանստանում եւ Իրաքում ամերիկյան զորքերի գործողություններն ապահովելու գործում Թուրքիայի հետ լավ հարաբերությունների կարևորությունը ու կոչ արեցին դեմ քվեարկել բանաձևին։ Կոնգրեսական Աքերմանն ասաց, թե Թուրքիան կարևոր դաշնակից է։ Բարթոնը եզրակացրեց, թե նման բանաձևի ընդունումը կվնասի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերություններ սկսելու շուրջ անցկացվող բանակցային գործընթացին։ Կոնգրեսական Մաքքոլի խոսքերով, ինքը ժամանակին եղել է այս բանաձևի ընդունման կողմնակից, սակայն այսօր չի ցանկանում կողմ քվեարկելով վնասել արձանագրությունների վավերացման գործընթացը ու ոչ էլ վտանգել ամերիկյան զինվորականների կյանքն Աֆղանստանում ու Իրաքում։ Սա ճիշտ ժամանակը չէ, ասաց նա։ Արդեն 27 տարի է կոնգրեսի անդամ եմ եւ այդքան ժամանակ չի ասվել, որ նման բանաձև ընդունելու ժամանակն է, միջամտելով ասաց հանձնաժողովի նախագահ Բերմանը։ Իսկ որն է դրա ժամանակը, հրապարակային հարց ուղղեց նա։ Կոնգրեսական Քոստան շեշտեց, որ միայն ԱՄՆ-ի արխիվներում կան հայոց ցեղասպանությունն ապացուցող հազարավոր փաստաթղթեր եւ ԱՄՆ-ն չունի հայոց ցեղասպանության շուրջ ժխտողական քաղաքականություն շարունակելու իրավունք։ Խաբեությունը չի կարող տանել դեպի հաշտեցում, այսպես հայտարարեց կոնգրեսական Շերմանը։ Ինչ վերաբերում է արձանագրությունների գործընթացին, ապա Լեռնային Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերություններին կապելով Թուրքիան արդեն իսկ սպանել է արձանագրությունները, ասաց նա։ So those protocols are dead unless we do something to shake Թուրքիան այսօր գերազանց հարաբերություններ ունի այն երկրների հետ, որոնք պաշտոնապես ճանաչել են ցեղասպանությունը, ու նման հարաբերություններ կունենա նաև ԱՄՆ-ի հետ, եթե վերջինս միանա եվրոպական ու լատինամերիկյան այն երկրներին, ՆԱՏՕ-ի անդամ 11 այն պետություններին, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը, ասաց նա։ Ընդմիջման ընթացքում Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Ամերիկայի ձայնի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասաց. The Constitutional Court decision of Armenia has to be clarified. Որ Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կախված է Հայաստանի սահմանադրական դատարանի որոշման հստակեցումից։ Մենք հայերի հետ ենք երկար ժամանակ, ունենք հայ բարեկամներ, ու եթե առաջ գա ասածս դրական մոտեցումը, ինչու՞ չէ, արձանագրությունները կվավերացվեն։ Քվեարկությունից հետո Ամերիկայի ձայնին նա ասաց, թե այս որոշումը ոչ մի կերպ չի կարող դատողություններ անել երկրների պատմության մասին։ Այստեղ մենք ականատես եղանք իրական մի կատակերգության, եւ այս որոշումը կայացնողները մի օր արժանանալու են ժողովրդավարությանը հավատացող մարդկանց դատին։ Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագային, ապա այս պահից Թուրքիայի կառավարությունն ու խորհրդարանը կսկսեն քննարկել եւ դրա հետևանքները կերևան շատ շուտով։ Արձանագրությունների գործընթացն էլ անպայման իր վրա կկրի այս որոշման ազդեցությունը, ասաց նա։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը մինչև քվեարկությունը խոստացավ պատասխանել Ամերիկայի ձայնի հայկական ծառայության հարցերին քվեարկությունից հետո, սակայն Թուրքիայի համար ոչ բարենպաստ որոշումից հետո նա խնդրեց հարցազրույցից հրաժարվելու համար իրեն պարզապես ներել։ Քվեարկությունից անմիջապես հետո Թուրքիան հետ կանչեց նրան խորհրդակցությունների համար։
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հաստատված թիվ 252 բանաձևը շուտով կներկայացվի պալատի լիագումար նիստին։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։